Բարի գալուստ 2026 թվական, ողջունում եմ ձեզ հայրենիք մեդիայի հարգելի հետևորդներ և շնորհավորում ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մեզանից յուրաքանչյուրն էլ նոր տարին սկսում է ամփոփելով նախորդը, ընդգծելով սայթաքումները, առանձնացնելով սխալներն ու բացթողումները, հաջորդ տարի դրանք վերանայելու և շտկելու համար։ Ինչպիսին էր նախորդ 2025 թվականը Հայաստանի համար, ինչ կորցրեց կամ ձեռք բերեց մեր երկիրը գործող իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով, որոնք էին թույլ տված մեծագույն սխալները և դրանց ազդեցությունը մեր երկրի հեղինակության և անվտանգության վրա։ Այս թեմաների շուրջ ենք այսօր բացառիկ հարցազրույցի ընթացքում զրուցելու քաղաքական վերլուծաբան այլընտրանքային խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար և շնորհավորում եմ ձեզ նույնպես տոների առթիվ։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, նախորդ տարի Հայաստանում բուռն իրադարձությունների և վայրիվերումների տարի էր, թեպետ այդ բոլոր գործողությունները ըստ մեր իշխանության ներկայացուցիչների ուղղված էին Հայաստանի անվտանգության մեծացմանը, քաղաքացիների կյանքի բարելավմանը, սակայն դրանք կարծես թե դրական էին և տեսանելի միայն գործող խմբակի կողմից։ Սկսենք թերևս ամենակարևոր թեմայից, ինչ արձանագրեցինք հայ-ադրբեջանական հարաբերություններում և խաղաղության քողի ներքո ինչեր զիջեցինք և ինչ անդառնալի կորուստներ ունեցանք։ Ձեր ծավալուն հարցին անդրադառնալուց առաջ եկեք մի բան հստակ ֆիքսենք, որ նախորդ տարին 25 թվականը այլ մոլորակից չի իջել, դա նախորդ տարվա եւ մյուս նախորդ տարվա շարունակությունն է։ Հետևաբար մենք այդ ֆիլմը առանձին սերիալներով չենք, այդ ֆիլմը, տխուր ֆիլմը, որ մեր իրական կյանքն է եւ մեր երկրի ընթացքն է, չենք կարող որպես առանձին սերիալներով նայել։ Այդ շարունակական ընթացք է, դա այդ տիպի մտածողություն, այդ կերպ մտածողությունը թույլ կտա նաեւ հաշվարկել 2026-ի, 2027-ի հեռանկարները, թե դրական, թե բացասական առումով եւ ռիսկերը հաշվի առեն։ Այս առումով 2025 թվականը խոսում է մասին, որ մենք ունեցել ենք ծանր պարտություն եւ մենք որպես պետություն եւ առաջին հերթին իշխանությունը որպես այդ պահի պատասխանատու չի գտել հետպատերազմյան զարգացման ճիշտ բանաձևերը։ Պատերազմը կարծես թե ավարտվել է, գոնե ռազմական գործողություններ չկան, բայց Հայաստանը չի կարողանում գտնել հետպատերազմյան իր վերականգնման բանաձևերը։ Այս պայմաններում մի բան շատ հստակ է, թե դու չես կարողանում գտնել, դա քո փոխարեն անում են ուրիշները։ Եվ երբ ես ասում եմ հետպատերազմյան վերականգնման զարգացման բանաձևեր, դա նշանակում է ամբողջ մի հատ ամբողջականության փոփոխության հայեցակարգ, սկսած ներքին մթնոլորտից, արտաքին քաղաքականությունից, անվտանգությունից, հայկական աշխարհի կապերի վերականգնում, սկսած հոգեբանական պարտության հասարակության այդ թակարդից դուրս գալը, որովհետև երբեք պարտության հասարակությունը չի կարող որևէ առաջընթաց ունենալ, դա մի հատ ամբողջականություն է, որը կոչվում է հետպատերազմյան զարգացման բանաձևեր։ Շատ ժողովուրդներ, շատ պետություններ անցել են դրա միջով, շատ, մենք էլ ենք անցնելու, ուղղակի մերը ցավալիորեն երկարում է եւ այս տխուր, այս այլանդակ տխուր ֆիլմը իր սերիալներով դեռ շարունակվում է։ Մի պահի այդ սերիալները փոխվելու է։ Մի պահի մենք գտնելու ենք այդ վերականգնման բանաձևը եւ գնանք առողջացման։ Քանի դեռ չենք գնացել, դա 2025-ին։ Ինչ է կատարվում, մեզ մոտ շատ հաճախ տեխնոլոգիան եւ բովանդակությունը խառնում են, եթե դուք շատերին հարցնեք 2025-ը ինչով էր աչքի ընկել, կասեն ձերբակալություններ, կասեն հոգեվորականների բարձրաստիճան ձերբակալություններ, խոշոր հայ գործարարի բարեգործությամբ զբաղվող մի մարդու եւ այլն, դա ճիշտ է, դա այլանդակություն է, ինչ որ էլ է, բայց դա չի էությունը։ Էությունը այն է, որ Հայաստանը երբ որ չի գտել իր վերականգնման բանաձևը, իր փոխարեն դա անում են իր երկու ոխերիմ հարևանները։ Ինչա դա ենթադրում, դա Հայաստանի ինքնուրույնության կտրուկ անկումն է, այսինքն ադրբեջանական, թուրքական գործոնը ամեն կերպ պիտի մտնի Հայաստանի ներքին կյանք։ Այս ընթացքը, եթե մենք չենք կանգնեցնում, վաղը մտնելու է կենցաղ։ Ես դա ասել եմ 1 տարի առաջ, 2 տարի առաջ եւ ցավալիորեն ես ճիշտ եմ դուրս եկել, որտեղ երբ որ դա ասում ես 23-ին, քեզ շատերը ասում են չափազանցնում ես, 24-ին ասում են դե լավ, տենք չի։ 25-ին դուք տեսաք, որ Ադրբեջան, Թուրքիան ամեն ինչ թելադրում են։ Ումից եւ ինչպես ստանաս ցորեն, միջև քեզ պարտադրում են ֆինանսավորել ադրբեջանական բյուջեն,
բենզին, ադրբեջանական բենզին առնելով։ Վաղը մտնելու են մշակութային կյանք, կրթական, գիտական, սա է։ Դրանք լոգիստիկ խնդիրներ չեն, դրանք խաղաղության խնդիրներ չեն, դրանք տնտեսական խնդիրներ չեն։ Ինչ է ուզում ստանալ Ադրբեջանը։ Զրոյական ինքնուրույնության մի հատ հայաբնակ տարածք, որը իրանից հիշեցնելու է ոչ թե պետություն, այլ փախստականների մեծ ճամբար, հա, ես պայմանական այդպես եմ ասում, աշխարհում կան մեծ փախստական ճամբարներ, նույն Թուրքիայում կա, Սիրիայում կա, ասենք 2.5 միլիոնից ինչ որ, որը չի ունենալու որևէ ազգային խնդիրներ, ազգային պատկերացումներ, ազգային արժեքներ, ժամանակակից գիտակրթական ձեռքբերումների այդ մոտիվացիաներ եւ այլն, սա լինելու է մտեղ, որտեղ ապրելու են, բիզնես են անելու, մի քիչ լավ են ապրելու, մի քիչ վատ են ապրելու, սպասարկելու են հարևանների բիզնես լոգիստիկ շահերը եւ այլն, սա է ուզում ստանա։ Եվ ուզում է ստանա ստերիլ հասարակություն, շատ կարևոր է, ստերիլ հասարակություն, որին պիտի չունենա հիշողություն, այդ Արարատը, ցեղասպանությունը եւ այլն, դրանք կռիվ չի հուշարձանների կամ սարի դեմ, դա իսկապես այդ այլ հասարակությունից նոր տիպի ստերիլ հասարակություն, որը չունի հիշողություն եւ որը չունի վեհ գաղափարներ։ Այ դա ուզում են ստանալ։ Հիմա դա էությունն է, դա կոնտենտն է։ Դրա տեխնոլոգիաներից մեկը, այո, տեսակետ ունեցող մարդկանց բանտարկելը, տեսակետ ունեցող մարդկանց պայքարի հնարավորություն ձեռքելը, կարևորագույն խնդիրը հայկական աշխարհը ջարդելը, Հայաստանում ապրող հայը չպետք է ունենա արժեհամակարգային կապ Սփյուռքի հետ, դրանք տարբեր հասկացություններ են այս իշխանության եւ թուրքա-ադրբեջանական հայեցակարգերում։ Դա շատ ֆունդամենտալ հարց է եւ իրանք մեծ հաջողության են հասել դեպ ցավալիորեն։ Եվ երրորդը եկեղեցին է։ Եվ երրորդը եկեղեցին է, որովհետեւ ինքը հայկական աշխարհի միավորող ամենամեծ կենտրոնն է։ Դարերով եկող եւ բայց նաև դա փիլիսոփայություն, որ ունի պրակտիկ կիրառում։ Եկեղեցին այն է, որ ինձ Նյու Յորքի, Մոսկվայի կամ չգիտեմ ինչի հային մեզ միավորում է։ Մեզ շատ հարցեր բաժանում է, դա 21-րդ դարը։ Բայց այն ֆունդամենտալ լեզու եւ եկեղեցին միավորող է։ Հիմա այն Անկարայում եւ Բաքվում շատ լավ են հաշվարկում այդպես բաները։ Ինչը պետքա ջարդեր, որ ես ստանամ որևէ նպատակից, որևէ ազգային իդեայից զուրկ պետություն Հայաստան եւ ստերիլ հասարակություն, որը չի ունենալու որևէ վեհ երազանք, վեհ նպատակ։ Իդեպ, եթե դու դա անում ես եւ ընդամենը 20-25 տարի կարող ես պահել, սերունդ է փոխվում։ Մտնում է հանրային կյանք նոր սերունդ, որը չի հիշում են հինը, որի համար դա լինում է նոր նորմալություն։ Լինել ստերիլ եւ լինել անհիշողություն 1-1.5 սերունդ հետո կարող լինի նորմալ։ Սա է հիմա խնդիրը։ Եվ այս պաշարով մենք մտնում ենք 26 թվական, որտեղ կա երկու լուծում, կամ հաղթում է այս ուղղությունը, կամ հաղթում է մյուս ուղղությունը։ Հիմա դրա մասին հետո կանդրադառնանք, եթե այլ հարցեր կան, սիրով։ Ցավալիորեն, ինչպես նշեցիք, նախորդ տարիները միայն այդ մեծ ճանապարհի սկիզբն էին ու եթե չսթափվենք, արդյունքում կունենանք այն եւ դա ոչ թե վատատեսական հայացքներ են, այլ կարծում եմ իրատեսական, որովհետեւ շատ հաճախ հնչում է թե պետք չէ այդպես մտածել, այդ վատատեսական հայացքներն են մեզ տանում այդ վատ ճանապարհով, բայց սա իրականությունն է փաստացի։ Դուք անոնսի կերպով բոլոր թեմաներին կարծես թե անդրադարձաք, հիմա հերթականությամբ։ Սիրով։ Տարվա գլխավոր հաջորդ ձեռքբերումը Փաշինյանի դա օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան պայմանագիրներ եռակողմ, որով էլ իբրև սկսվեց խաղաղության եւ այսպես կոչված իրական Հայաստանի մասին այդ խոսույթների շրջանառությունը։ Ինչ հեռանկարներ եք տեսնում այստեղ, ինչպիսի եւ ում ծառայող Հայաստան է փորձում կառուցել Փաշինյանը։ Շատ լավ։ Միջև այդ հարցին անդրադառնալը, որը շատ կարևոր հարց է, տեսեք, ինչ փիլիսոփայական խնդիր է դնում այս իշխանությունը։ Ասում է, ընտրությունը լինելու է կամ խաղաղության, կամ պատերազմի միջև։ Ավելի այլանդակ, ավելի գրեհիկ բանաձև առաջարկել սեփական ժողովրդին հնարավոր չէ։ Դա իսկապես դու պետք է ուզենաս, որ այս երկիրը վատ հեռանկար ունենա, երբ որ դու քո ընտրողին, քո հասարակությանը այդպես բան ես առաջարկում։ Եվ ինքը փորձում է ցանկացած ընթացք, ցանկացած ձեռքբերում, պայմանավորվածություն կամ process հենց այդ բանով ներկայացնել։ Հիմա գանք Տրամպի օգոստոսի 8-ի
Ստորագրվել է մի հատ փաստաթուղթ, որը լուծում է։ Լավ, վատ, դժվար է ասել։ Ճանապարհը, տեխնիկական պարամետրերը, կոմունիկացիա եւ այլն։ Այս առումով ինքը այլանդակ բան է հիմա ասում։ Եթե դու կամ կողմ ես Տրամպի ճանապարհին, ուրեմն դու կողմ ես ինձ։ Եվ եթե դեմ ես, եւ ճակերտավոր, եթե դու դեմ ես, ապա դու դեմ ես խաղաղությանը, հետեւաբար երկրի հեռանկարին։ Ամենևին տես չի։ Այս Տրամպի փաստաթուղթը եւ այս Տրամպի ճանապարհը կարա ունենա լավ զարգացում, եթե բայց դրա համար պետք է գրագետ իշխանություն, որը այդ թուղթը ռեալիզացիայի ժամանակ ունենա ճիշտ ռեալիզացիոն ուղղություններ։ Նույնը մտածում Ադրբեջանը, նույն Բաքվում մտածում այս թուղթը ստացել ենք։ Ընդ որում ստացել ենք առանց զիջումներ, թե Հայաստանը կարող է շատ բաներ պահանջել, ընդհանուր միջև ռազմագերիների ազատ արձակում, միջև Հայաստանի տարածքից զորքի հետ քաշում, դա բայց առաջի փուլն է, որ մենք տապալել ենք։ Ադրբեջանը ասում է չպահանջեց, եկավ ստորագրեց։ Դա իր համար հաջողություն է։ Լավ չենք պահանջեց, ստորագրել ենք։ Հիմա այս Տրամպի թուղթը, այս Տրամպի ճանապարհը ճիշտ իշխանության դեպքում կարող է լինել լավ լուծումներով, վատ իշխանության դեպքում կարող է լինի բառից բուն իմաստով թուրք-ադրբեջանական միջանցք, Հայաստանը կիսելու ճանապարհ։ Երկու դեպքում էլ ծափահարելու են դրսից։ Երկու դեպքում էլ, եթե դու եղար Հայաստան, այն Հայաստան ասիր շատ լավ ստորագրված թուղթ է, Միացյալ Նահանգները են երկիրն է, որ մտել է, արդեն մտել է, ես չեմ կարող ասել ստեսություն հրաժարվում եմ։ Հիմա տեխնիկական մակարդակով լուծումների շատ տարբերակներ կան։ Եվ դու շատ բան կարող ես դեռ ուզել, պահանջել։ Եթե դու դա անում ես, քեզ ծափահարելու են։ Նույն Ամերիկայում հաջորդ իշխանությունը, որը դարից ծափահարելուն ասում են փայլուն ազգային իշխանություն եւ այլն։ Եթե մենք չունեցանք փայլուն ազգային իշխանություն, ունեցանք այս իշխանությունը 26-ից հետո, ինքը զիջելու է ամեն ինչ։ Չի ստանալու այդ Տրամպի ճանապարհի հայաօգուտ լուծումները։ Նույն կերպ Վաշինգտոնում եւ Բրյուսելում ծափահարելու են այդ իշխանությանը։ Իրանց մեկը դու քո շահը կարողանաս սպասարկել, թե չէ։ Հիմա նույնը խաղաղության եւ պատերազմի։ Այստեղ ցավոք ես պիտի նշեմ, որ առաջատար քաղաքական ընդդիմադիր համակարգերը պատրաստ չեն այդ կեղտոտ ձևակերպանը, որ դնում է իշխանությունը։ Չեն կարողանում ճիշտ հակաբանաձևը գտնել եւ շատ հաճախ հասարակությունը մոլորվում է։ Ըստ իս խնդիրը հետեւյալն է։ Մենք ունենք իրավիճակ, որտեղ չկան ռազմական գործողություններ։ Եկեք ընդունենք, դա փաստ է, հիմա մի տարի։ Մենք ունենք, այսպես ասած, չպատերազմ վիճակ։ Չպատերազմ։ Հիմա հաջորդ իշխանության բովանդակությունից մեկը այդ չպատերազմ իրավիճակի մենեջմենտն է։ Եթե մենք ունեցանք նորմալ, սոլիդ ազգային մտածողության իշխանություն, ինքը չպատերազմ վիճակը բերելու է արժանապատիվ խաղաղության տանող լուծումների։ Եթե մենք ունեցանք այս իշխանությունը, ինքը չպատերազմ իրավիճակի մենեջմենտը տանելու է անընդհատ անդադար զիջումների, փոքր զիջումների, որոնք մյուս տարի հետո մենք այս տաղավարում, որ խոսենք ինչ կատարվեց, ֆիքսելու ենք մի հատ ահռելի զիջումների ծավալ։ Խնդիրը հետևյալն է, սա չպատերազմ վիճակ է, որը պահանջում է մենեջմենտ։ Այդ մենեջմենտի մենեջերը իշխանությունն ապագա։ Դա կամ լինելու է նորմալ, որը պահելու է ճիշտ խաղաղություն եւ Հարավային Կովկասի ճարտարապետության մեջ Հայաստանի տեղն ու դերը շահը, խաղաղ ճանապարհով միանշանակ շեշտում եմ։ Եվ կամ լինելու է մի իշխանություն, որ չպատերազմի մենեջմենտը հանգեցնել է զիջումների։ Դա իրենց ձեռագիրն է։ Մենք 20 թվականից դա ենք տեսնում։ Զիջումներ։ Հիմա էլ են լինելու զիջումներ, շատ կոպիտ, շատ կոշտ, շատ վատ։ Սա է խնդիրը։ Մենք պետք է անընդհատ ճիշտ ընտրություն դնենք քաղաքացու առաջ եւ հասարակության, վաղուց պիտի անենք, բայց ելի եմ ասում, այստեղ խնդրեմ ունենք առաջատար քաղաքական լիդերության ճիշտ չի կարողանում բանաձևերը դնել։ Երեք մի լավ ձևակերպում լսեցի, իմը չէ, բայց ուզում եմ վերարտադրել հեղինակի թույլտվությամբ։ Մենք ունենք խաղաղության երկու ճանապարհ, խաղաղություն, որ կտանի գերեզման, եւ խաղաղություն, որ կտանի բարգավաճման։ Այս իրականում սենց է ֆորմուլան։ Հիմա եթե դա ասում եմ ես եւ ասում եմ գործընկերը, դա այդ չի, բայց եթե ասում եմ քաղաքական ընդդիմադիր համակարգը, դա արդեն ֆորմուլա է, որ առաջարկվում է քաղաքացուն։ Բայց այս դեպքում, երբ այնքան երբեղկված է այդ խաղաղության մասին պատկերացումը, մեր եւ նույն Ադրբեջանի
ղեկավարների, հա, պատկերացմամբ այնտեղից անընդհատ Ալիևի կողմից հնչող զավթողական քաղաքականության վերաբերյալ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին անընդհատ հիշեցումը զուգահեռ իրականության մեջ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Ալիևին, մոռանալով Բաքվի բանտերում, հա, գտնվող մեր գերիների մասին, շնորհակալություն է հայտնում միջազգային հարթակներից այդ ցորենի եւ բենզինի համար։ Այստեղ հա, հետաքրքիր հարց է։ Շնորհակալություն այդ հարցին, որտեղ ինքը մի քանի շերտ ունի։ Նախ ում անունից ես դու երախտագիտություն հայտնում Ալիևին, Ալիևի բացակայության ընթացքում այդ սրահում նստած չի։ Եկեք հարց տանք, իմ, ձեր, մյուսի ոչ, քեզ ոչ մեկ չի լիազորել։ Դու մասնավոր անձ լինեիր, ինչ ուզում ես, արա գնա գրկախառնվի, բայց դու այս պահին ցավոք սրտի ներկայացնում ես Հայաստանի Հանրապետությունին, որը քեզ չի լիազորել։ Ում հետ ես քննարկել, ես իրավունք ունեմ երախտագիտություն հայտնել մեկին, որը ընդամենը 4-5 տարի մի ամբողջ հայկական սերնդի մահվան պատճառ դարձավ եւ մի ամբողջ հայկական Արցախի կործանումը իրականացնում հենց հիմա ֆիզիկական։ Ինչի համար երախտագիտ։ Ընդ որում երբեք Բաքվից կես տոն անգամ հայկական կողմի հանդեպ նման ռևերանս չկա եւ չի լինելու։ Էս ինչ բան է։ Եկանք նավթին, դա սա հայտարարակ պատմություն է, որովհետեւ սա իսկապես տնտեսական խնդիր չի, սա լոգիստիկայի խնդիր չի։ Իրենք այդ ստերիլ հասարակության ձևավորման համար շատ կարևոր հոգեբանական քայլ են։ Ասում են մենք եկանք ձեր ջարդեցինք, ձեր հայրենիքը գրավեցինք, այսքան զոհ եսքան, մենք ձեզ տալիս ենք 10 դրամ էժան կերակուր, դու գնում եք ուտում եք։ Դա շատ այլանդակ բան։ Դա իրանք անում են ստերիլ անողնաշար հասարակության ձևավորման համար կարևոր քայլ։ Եվ հենց սա մեր կողմից զոհի հոգեբանության դրսևորում է այնինչ Փաշինյանը ամեն առիթ օգտագործում է, որպեսզի ասի պատիվ պահի։ Այստեղ գնում է հանրային ստորացման մի հատ մեծ ակցիա։ Բայց ես չեմ տեսնում, ելի եմ ասում, հակընդդեմ ճամբարից ճիշտ բանաձևեր։ Այդ կոչը, այդ աշխատանքը բոյկոտել այդ բենզինը, որովհետև այդ բենզինը գնում է մի պետության բյուջե, որը զինվում է վաղը քո գլխին ռումբ գցելու համար։ Լավ էս պարզ բանաձևը հնչում են տարբեր անհատներից, բայց քաղաքական համակարգերից ընդդիմադիր ես չեմ տեսել։ Եվ ստեղ անհասկանալի է ուղղակի։ Ոնց կարելի է առնել այն երկրի ապրանքը եւ բյուջեն փող տալ, որը այս պահին ցմահ դատապարտում է բազմաթիվ կարքին արժանապատիվ հայերի Բաքվի բանտերում, տանջամահանում։ Մեր հասարակությունը ոչ լավն է, ոչ վատն է։ Իհարկե պարտության հասարակությունը մի քիչ խեղված հոգեբանությամբ, ցավոք, մենք դուրս եկած պետք է լինենք։ Դա ճիշտ ուղղորդված։ 22-23 թվականին արդեն դուրս եկած լինենք։ Հիմա լավ, բայց դուրս չենք եկել, բայց հիմա պետք է աշխատանք տարվի այդ հասարակության հետ։ Իմ համար կտրականապես մերժելի է նստել փափուկ կոմֆորտ սենյակներում, ասել էս ինչ ժողովուրդ է, էս ինչ ասել, դες բան չկա։ Մենք ոչ մեկից ոչ վատ, մենք ոչ լավն ենք։ Պետք է աշխատել այդ մարդկանց, պետք է աշխատել ճիշտ բանաձևերով այդ հասարակության։ Եթե հայ մարդուն բացատրես, որ այդ բենզինը գնում է Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանին ցմահ տվող դատախազի գրպանը, չի առնի այդ բենզինը, չի առնի։ Բայց չկա այդ բացատրողը։ Իմ համար դա շատ բան, ֆունդամենտալ պրոբլեմ։ Չկա եւ արդյունքում ես հենց այսօր առավոտյան երբ գալիս էի աշխատանքի, տաքսու վարորդը հենց խոսում էր դրա մասին, որ իսկ ինչու ոչ էժան է այդ բենզինը, իսկ ինչու մենք պետք է անընդհատ գնենք Ռուսաստանից թանկ, եթե հիմա գալիս է որակյալ, միգուցե ավելի որակյալ բենզին։ Սա է մեր հավաքական կերպար չեմ ուզում ասել, բայց նրանցից մեկը։ Ես գիտեմ, կլինի, երբ կգնեն։ Բայց պետք է խոսալ, ամեն հասարակության մեջ լինում են պայքարողներ, լինում են անտարբերներ, լինում են կոլաբորացիոնիստներ, լինում են խիստ նյութականացված, հա, այդ մի դրամ էժան։ Ախր այստեղ մի հատ ուրիշ խնդիր կար, չգիտեմ ինչքանով է հարմար մենք քննարկենք, նույն ինքը Ադրբեջանը բենզին ներկրող է։ Հասկանում եք, ինքը չի արտադրում, ինքը չունի այդ հզորությունները եւ իր բենզինի 90% ինքը ներկրում է կամ Ռուսաստանից կամ Ռումինիայից, որից մենք էլ ենք ներկրում եւ Ռումինիայից եւ Ռուսաստանից։ Ինչն է խնդիրը, որ մեր եւ արտադրողի մեջ հիմա հայտնվել է մեր թշնամին որպես միջնորդ։ Լավ, այդ բարձ բառն էլ չի ասվում է ժողովրդին։ Ինչն է խնդիրը։ Ես չգիտեմ, այստեղ իսկապես հանրային տրամադրությունների մենեջմենտի խնդիր կա, որը փայլուն տապալվում է, ցավոք։ Պարոն Հովհաննիսյան, թեպետ խոսքի սկզբում անդրադարձակ արդեն, բայց նաև այդ կանխատեսումներին
կուզենամ մի փոքր անդրադառնանք եկեղեցու շուրջ, հա, կատարվող Մայր տաճարի նկատմամբ գրոհը, սրբազանների ձերբակալությունները առհասարակ խարխլված է հիմքերը, հավատը, մեր հասարակությունը պառակտված է, պետության հիմքերը խարխլված, բայց փորձենք հասկանալ ինչ է սպասվում մեզ այն դեպքում, երբ մարածել չէ այդ կրակը եւ կարծես ավելի բորբոքվում է։ Ես փորձեմ շատ հակիրճ, սա նախ մենք խոսեցինք նախորդ հարցերում, մեծ ծրագրի մի փուլն է, ջարդել հայկական եկեղեցին, սարքել հայաստանյան կառավարելի եկեղեցի։ 1. Սա այլանդակություն է որպես հանրային process, G. Սոցիոլոգիան լուրջ գիտություն է ցույց է տալիս, որ աննախադեպ համախմբում է գնում հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ վեհապարի շուրջ, դա շատ կարևոր է, դա շատ լավ գիտի իշխանությունը։ Այս process-ը ըստ իս ստանալու է ավելի այլանդակ դրսևորումներ եւ բաժանվում է մեր հասարակությունը անհավասար մասերի, մի մասը պայմանական ասած, որ Մայր տաճարի դրա մոտ խոր անգամ չի շնչում հասկանալով որտեղ է, ինչա, եւ մի մաս, որ կարող է քացի տալ Մայր տաճարի դռանը։ Հիմա 95-5 հարաբերակցությունը, բայց կա, մենք այդ բաժանումը ֆիքսում ենք։ Եվ իմ խորին համոզմամբ այս պայքարը վերջանալու է եկեղեցու բացարձակ հաղթանակով, որտեղ այլ լուծում չկա։ Նույնիսկ եթե գան Մայր տաճարում քնեն, ուտելիք սարքեն, խորոված անեն, չգիտեմ, այն բոլոր այլանդակությունները, որ կա 4 հատ տիրադավի բերեն, կարգեն կաթողիկոս, միևնույնն է, այսօրվա հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ հայ առաքելական եկեղեցին իր վեհությամբ միևնույնն է հաղթելու է։ Եթե բոլոր այսպես ասենք կարգին հոգևորական լինեն բանտերում, սրբավայր համարվելու են այդ բանտերը, ոչ թե տիրադավների տաճարները։ Դա երկրորդ կարծիք չկա, ուղղակի մեզ պետք է համբերություն եւ գրագետ աշխատանք, հա, գրագիտությունը ամենակարևոր բանն է այս փուլում։ Եվ համապատասխան, համարժեք պատասխան Թուրքիայի կողմից հնչող այն հայտարարությանը, որ ինքը նույնպես պետք է մասնակցի եւ այսպես ճակերտավոր ընտրի մեր կաթողիկոսին։ Կարծում եմ դա գագաթնակետն է դրան։ Տենց էլ այս ամբողջ բանի նպատակը դա է, այս ամբողջ կառավարելի եկեղեցի, որպեսզի հակադրվի հայկական աշխարհին, այդ 2/3-ին հայության, կառավարել եկեղեցի, ջարդված եկեղեցի եւ ստեղ մի հատ տիրադավ, որը կորտնի այն պահը, երբ որ Թուրքի ներկայությունը կայտնվի Հայաստան։ Աստված ոչ արասցի։ Չի լինելու տենց, չի լինելու որ տես հաստատ։ Մենք անցնելու ենք դժվար փուլով, ստեղ ընտրությունը տանելի դժվարություններն են, թե շատ դժվարություն։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Հովհաննիսյան։ Ձեզ շնորհակալություն ուշադրության համար, հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ իմ զրուցակիցը այլընտրանքային խմբի համահիմնադիր քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։